Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ շատ։ Եվրոպական միություն, Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված հարգելի դիվանագետներ, քաղաքացիական հասարակության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, ողջունում եմ Եվրամիության Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ հանդիպումը եւ ուզում եմ ասել, որ մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության գործունեությունը եւ իհարկե հատկապես մեր գաղափարաբանության եւ ժողովրդավարության ընկալումների պայմաններում դժվար է գերագնահատել քաղաքացիական հասարակության դերը մեր իրականության մեջ։ Միևնույն ժամանակ շատ կարևոր եմ համարում, որ մենք շարունակում ենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, որպեսզի կառավարության, քաղաքական մեծամասնության եւ ընդհանրապես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործակցությունը լինի առավել ինստիտուցիոնալ, առավել համակարգված եւ այդ ամենի արդյունքում ավելի արդյունավետ եւ ավելի կառուցողական։ Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ մենք թեև ժողովրդավարության եւ պետության, տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթացներ ենք արձանագրել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո, բայց միևնույն ժամանակ իհարկե մենք առերեսվում ենք, որ շարունակաբար ունենք լրջագույն խնդիրներ եւ այդ լրջագույն խնդիրների լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է, բայց նաև այդ խնդիրների լուծման բանաձևեր փնտրելիս մենք գոնե մասնական տպավորությունը կարող եմ ասել, բախվում ենք առաջին, նույնիսկ երկրորդ, նույնիսկ երրորդ հայացքից աննկատ խնդիրների, մասնավորապես դա ընդունված է անվանել հիմնական հասկացությունների ճշգրտում։ 2018 թվականի հեղափոխությունից հետո թերևս ամենամեծ քննադատությունը մեր կառավարության եւ քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ մենք արդարության ակնկալիքը ունենալով որպես հիմնական օրակարգերից մեկը հեղափոխության դեռևս չենք կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար։ Այստեղ կա ճշմարտություն, բայց երբ որ մենք ուզում ենք հասկանալ խնդրեմը, բախվում ենք առաջին հայացքից կարող է շատ պարզունակ մի հարցի։ Իսկ ինչ է արդարությունը եւ ինչ է արդարադատությունը։ Եվ պարզվում է, որ այս հարցի շուրջ միասնական ընկալում չկա, ընդ որում ոչ միայն համընդհանուր, այլ նաև որոշակի գաղափարաբանական եւ դիտանկյունային էական տարբերություններ կան ընդհանուր մասնագիտական խմբերի մեջ։ Օրինակ իրավաբանները արդարությունը մի բան են համարում, քաղաքական գործիչները մեկ այլ բան, տնտեսվարողները երրորդ բանը, քաղաքացիները չորրորդ բանը, ընդհանրապես արդարադատության հետ առնչվող կողմերը երկուսն են եւ սովորաբար մեկը պարտվում է, մյուսը հաղթում։ Ինչպես հասնել նրան, որ եւ պարտվողը եւ հաղթողը ընդունեն կամ ընդունելի համարեն կամ համաձայնվեն, որ տեղի ունեցածը արդարություն եւ արդարադատություն է։ Այս հարցի հետազոտմամբ զբաղվելով ես հանգել եմ մի եզրակացության, որ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը procesների եւ ինստիտուտների օրգանիկությունն է
իշխանության աղբյուրի ժողովրդի հետ կապի իմաստով։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն եւ արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետեւ ես գործընկերներին ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական եւ արդարադատության եւ արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պիտի լուծենք առաջիկայում նոր սահմանադրություն ընդունելով, որովհետև Հայաստանում արդարությունը, արդարադատությունը եւ արդարությունը կառավարվում է մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, իրենք չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ եւ նաեւ չունեն հաշվետվողականության բավարար մակարդակ եւ պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է։ Եվ այստեղ էլ մեր ֆունդամենտալ խնդիրը այն է, որ այն հենասյուներից մեկը, որը ապահովում է, պիտի լինի չափանիշ արդարության եւ արդարադատության, որովհետեւ հարցի հետևից գնալիս ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ օրենքներին։ Բայց ինչ անել են դեպքում, երբ որ հենց սահմանադրությունը օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ էլ ուզում ես արա, այդ արդարության եւ արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետեւ սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի կամքի, ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ մենք այդպիսի սահմանադրություն չունենք եւ ցավոք երբեք չենք ունեցել, իսկ երբ որ այդ կամքի, այսինքն աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը եւ արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն եւ արդարադատություն։ Եվ ես ուզում եմ ասել, որ ես չեմ ասում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ես ինքս էլ չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության եւ արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով, եւ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որը մենք պետք է լուծենք։ Եվ այս առումով իհարկե մեզ համար համագործակցությունը եվրոպական կառույցների եւ նաեւ վերջերս մարդու իրավունքների եվրոպական դատանում իմ ունեցած հանդիպման ժամանակ ես սրան անդրադարձա, որ մեր խնդիրը չէ մեր սխալները քողարկել եւ փորձել ցույց տալ, որ ամեն ինչ լավ է եւ ամեն ինչ կատարյալ է։ Ընդհակառակը եվրոպական եւ միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակն է, որ մենք ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տրված սխալները ուղղելու, որովհետեւ եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ մենք պիտի հասնենք նենց վիճակի, որ մենք չսխալվենք, դա ճիշտ չի, որովհետև այսօր եւ երեք եւ վաղը սխալվում են բոլորը, այդ թվում ամենայն հարգանքով եվրոպական ինստիտուտները, Հայաստան, բոլորը, մարդը, ընդհանրապես մարդը սխալական է։ Եվ հետեւաբար մենք չպետք է խնդիր դնենք, որ մենք պետք է չսխալվենք, որովհետև երբ որ մենք այդ խնդիրը դնում ենք, մենք առաջ շարժվելու մեր ճանապարհները փակում ենք։ Եվ այս ամեր ընկալումը մենք պետք է աշխատենք չսխալվել, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չսխալվենք, մենք պետք է շարունակաբար սովորելով, կրթվելով, հասկանալով, ճանաչելով, ինքներս մեզ առաջին հերթին ամեն ինչ անենք, որ չսխալվենք։ Բայց մենք պետք է հասկանանք, որ միևնույնն է սխալվելու ենք։ Այլ բան, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ սխալները լինեն հնարավորինս թեթև եւ լինեն այդ սխալները ուղղելու մեխանիզմներ եւ այս ընկալումն է մեզ համար գործելակարգը։ Եվ վերջին բանը, որ ուզում եմ ասել, տեսեք, իմ ականջուղագիր ծագեց հետեւյալ արտահայտությունը, որ կառավարության շատ ինստիտուտներ դեռևս սրերով են ընդունում առաջարկները, սվիններ, սուր, հրացան, ատրճանակ։ Գիտեք, ես հասկանում եմ, բայց այդ շեշտադրումը, բայց կներեք, ես համաձայն չեմ, որ կառավարությունը կամազուրկ ամորֆ մի մարմին է,
որը ինչ քաղաքացիական հասարակություն ասեց, հլու պետքա կատարի։ Եկեք ուրեմն դերերով փոխվենք, եկեք դուք կառավարեք, մենք էլ գանք առաջարկներ ներկայացնենք։ Բայց ես չեմ էլ ասում, որ կառավարությունը պետքա ամեն ինչ մերժի։ Իմ ասածն է, որ պետքա տեղի ունենա բանավեճ, որովհետև այն ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է։ Այսինքն այն ինչ ընդունվում է առանց բանավեճի, ուրեմն ինքը անարժեք ինչ-որ մի բան է։ Այնտեղ որտեղ չկա բանավեճ, նույնիսկ ամենափայլուն գաղափարը ինքը պետքա անցնի բանավեճի միջով, որպեսզի ինքը ստանա գործնական գերազանցություն։ Ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ ասել, որ կառավարությունը շարունակելու է սվիններով ընդունել եւ քաղաքացիական հասարակության հետ բանավեճով այդ սվինները պետքա իջնեն, պետքա խոնարհվեն։ Դրա մասին է խոսքը, որովհետեւ այո, պետությունը պետքա նաեւ ինքը պետությունը շատ բարդ համակարգ է։ Պետությունը պետքա նաեւ ինքնաիմունային համակարգեր ունենա, որովհետեւ պատկերավոր ասած, այսօր ամենա կներեք բան լավ բովանդակությամբ ֆայլերի հետ էլեկտրոնային փոստով գալիս են վիրուսներ, որոնք համակարգեր են շարքից դուրս բերում։ Դրա համար պետքա այո ամեն ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, պետության ինքնիշխանությունը, պետության անվտանգությունը ապահովել, միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որ մենք ընդունել ենք, այդ թվում Եվրամիության հետ համագործակցության տրամաբանության մեջ եւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաեւ ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգը ընդլայնվել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով։ Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը, վստահ շարունակելու ենք այս ճանապարհը, այո, մենք ընդունել ենք օրենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս process-ի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական միության նկատմամբ, որ մենք այ օրենք ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք Եվրամիություն, ոչ ամենևին։ Մեզ պետք է որ այս process-ի շուրջ լինի 0 նյարդ։ Եվ դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանել որպես երկիր բարեփոխումների գործընթաց շարունակել այնպես, որ մենք իսկապես համապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին։ Այս կետում, երբ որ մենք լինենք օբյեկտիվորեն այս կետում, Եվրամիության անդամ դառնալ չդառնալը քաղաքական որոշման հարց է։ Եվրամիությունը կարող է որոշել չընդլայնվել կամ որոշել ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ։ Եվ մենք որևէ մեկի կամքին քաղաքական չենք կարող բռնանալ։ Եթե Եվրոպական միությունը որոշի, որ մենք մեզ ընդունել Եվրոպական միության լիիրավ անդամ որպես, շատ լավ։ Եթե կորոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ Մեր խնդիրն է, մեր նպատակն է, մեր ռազմավարությունն է լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր լինել, եւ մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց մենք գիտենք, որ ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ եւ ինչպես հասնել այդ կետին, եւ իհարկե Եվրոպական միություն Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի գործունեությունը այս իմաստով շատ կարևոր է, ես ինչպես ասացի, բարձր եմ գնահատում ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեությունը եւ մենք ինչպես նախկինում այսօր էլ վաղն էլ կշարունակենք ոչ միայն համագործակցել, այլև խորացնել մեր համագործակցությունը քաղաքացիական հասարակության եւ Եվրամիություն Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի հետ։ Շնորհակալ եմ։